Լեզվա մտածելակերպ, Տիկին Գրիգորյան, ձեր լեզվա մտածելակերպը ձեզ մատնում է։ Դուք մարդուն և եկեղեցին նույնականացնում եք, դուք ասում եք, դուք ինչ եք գնում մայր տաճարի բացմանը մասնակցում, եթե Կտրիչ Ներսիսյանի հետ խնդիր ունեք, դուք ինչ եք գալիս ազգային ժողով, եթե իմ հետ խնդիր ունեք։ Այսինքն դուք ինստիտուտը և մարդուն նույնականացնում եք, դա ինչ ասեք, կամ ես էլ երկրորդ մարդն եմ, Ռուսաստանի Հանրապետություններից մեկի ղեկավարի մասին ինչ-որ բաներ եք արտահայտում, ուզում հասկանամ, ձեր գործընկեր Արտուր Վանեցյանը Պու խմբակցության նախկին ղեկավարը մոտ հարաբերություններ ունի, դուք Ռուսաստանի պետականության հետ կարծես թե որևիցե խնդիր չունեք, դուք ինչ է, դուք քաղաքական գործիչ եք, դուք բլոգեր չեք, ասենք ով ինչ ասի, խոսա, դուք կարգալույծ արված ինչ-որ մարդու մասին խոսքերն եք արտաբերում, օրինակ եք բերում, բայց դուք ազգային ժողովի պատգամավոր եք, դուք ձեզ թույլ եք տալիս վատ երանգով խոսել երկրի ղեկավարի մասին։ Ինչ եք խոսում երկրի ղեկավարի մասին, վատ երանգով, ինչ-որ վատ բան կա, Կադիրովի հետ կապված ինչ-որ կարծիք ունեք, դուրս եկեք ասեք, դուք քաղաքական մարմին եք ներկայացնում, չեք տարբերում ինչի մասին եք խոսում։ Այդ նույն չտարբերելով բանին, Կտրիչին նույնականացնում եք եկեղեցու հետ։ Այդ մարդը ու եկեղեցին տարբեր բաներ են։ Չեմ ուզում շատ խորանամ եւ մի պատասխանեք ասում ով քաղաքական գնահատական է տալիս Պոլին են պարկասնում, բա դուք խի Պոլին պարկած չեք ուզում եմ հասկանամ։ Այսենց դուք ձեզ չեն պարկասնի վստահ եմ, բայց դուք ինչի Պոլին պարկած չեք ուզում։ Ժամանակի հարց է 2018 թվականից 7 տարի եւ այլ այդ 7 տարուց մինչեւ պատերազմը դուք մեր հետ եք եղել։ Բա ում հետ եք եղել։ Այն ամենասկզբից էլ մեր հետ չեք եղել, կարելի էր կանխատեսել։ Գիտեք ինչ, ես մի րոպե, ես ուզում եմ անձերից վերանամ, ես ուզում եմ հասկանամ, թե մեր ընդդիմությունը, մեր քաղաքական դաշտը, ասենք ինչ հայրանից ներկայացնում, ես երեք մի քանի բան մոռացա ասեմ, հանրապետական ներկայացուցիչ, որը որ խոսում էր բանի մասին, որ վարչապետը մոտենալով ԱՄՆ նախագահին ասել է բարև ձեզ, ներկայացել, ասել հիշում եք ես ինչ մարդն եմ, ուզում հասկանամ ձեր տրամաբանության մեջ եւ դրա մեջ ես ինչ-որ բաներ տեսնում, որով որ փորձում էր նվազեցնել հարգանքի մասը կամ արժեքը իջեցնել, ուզում հասկանալ մի մարդու, որին որ մի անգամ ես տեսել եւ մի մարդու, որը աշխարհի ամենամեծ պետություններից մեկի ղեկավարն է, մի մարդու, որը որ գտնում է մի միջոցառման, որտեղ բազմաթիվ տասնյակ երկրի ղեկավարներ կան, պետք է մոտենաս ասես պրիվետ ռոբ Դի ասես պրիվետ Սերժ, պրիվետ, չգիտեմ, Տրամփ, ուզում հասկանամ այդ ինչ խոսալու բան է, թե ձեր չափանիշները, որ Նալբանդյանի թշիկներից քաշքշում էին դա է, կամ որ Նալբանդյանը մի հատ թղթի կտոր վեկալած մտել էր ժողովրդի մեջ, փորձում էր Էրդողանին մոտիկ գնար այդ թուղթը փոխանցել ու նույնիսկ չգիտեին, այսինքն այդ ինչ ձևեր է, այդ ինչ խոսալու բան է, այդ ինչի մասին է խոսքը, բայց վերադառնանք Քաղ բանտարկյալ ասացին, Տիկին Էլինարը եկել է մի մարդու ցուցակով ազգային ժողով, որի իշխանավորման ժամանակահատվածում միջազգային կառույցները թմկահարում էին Քաղ բանտարկյալների առարկայության մասին Հայաստանի Հանրապետությունում, որի իշխանության ժամանակ Երևանի կենտրոնում մարդիկ են գնդակահարվել, որի իշխանավորման ժամանակ ընտրություններ են կեղծվել, օպերացիա կալցոներն է եւ այլը, բայց ամեն ինչ պետք է չափ ու սահման ունենա, չէ՞։ Այսինքն չի կարելի այնպես բաներից խոսալ, որ ասենք դու դրա մեջ ես։ Դա, չգիտեմ, ամոթ բառը մի քիչ երևի տեղին չի։ Այդ իմպիչմենտը վերջի իմացանք ինչի համար է։ Այդ մարդուն բերել էին, գիտեին, որ վերքերական գործ կա, հեսա վճիռա լինելու, մենք էլ զարմանում, ասում ենք, սա հանրապետականի մեջ, ստեղ իրանց հոգին տվող մարդիկ կան, բախի այդ մարդուն բերեցին իմպիչմենտ, այդ ինչ իմպիչմենտ էր, ակնհայտ է, որ, չգիտեմ, ստեղից էլ չեմ ասում, նույնիսկ պարոն Աղազարյան եւ պարոն Ասլանյանը չէին ստորագրելու մեծ հաշվով, ես դրա մեջ վստահ եմ, էլի, իմանալով այնուամենայնիվ այս մարդկանց անցած ճանապարհը, այնուամենայնիվ ես վստահ եի, որ չէին ստորագրել, այդ ինչ օպերացիա են անում, օպերացիան հետեւյալն է, որ վարչապետի թեկնածուին դա ասենք մարդկանց ժողովրդի գժի տեղ մի դրեք էլի ներողություն եմ խնդրում էլի դրա համար էլ չեք ընտրվում դրա համար էլ ձայն չեք հավաքում այդ օպերացիա իմպիչմենտները այդ չգիտեմ այդ չգիտեմ ինչ բառ ասեմ ասենք ամոթ է էլի դուք ապացուցել եք
Դուք ապացուցել եք երկու խմբակցությունով, որ երբ որ դուք պետական լծակ չեք ունենում, դուք 0 OGG ունեք։ Դուք 0 OGG ունեք, որովհետև պետական լծակի պարագայում դուք կարողանում եք ինչ-որ դիմադրեք։ Այն որ մեկը ասում է, վաղը միսօր ընդդիմություն եք դառնա, դուք մի մտածեք, մենք ընդդիմություն ենք եղել, ընդդիմության մեջ ենք ծնվել, տապալել ենք ձեզ բոլորիդ, ձեր պետական ռեսուրսներով, հեռուստաալիքներով, ԱԱԾ-ներով, մնացած ոստիկանական զորքերով, մարդկանց վրա կրակելով, մարդկանց բանտեր նետելով, տապալել ենք ձեզ, այ բոլորիդ այսենց, ու հաջորդ ընտրություններից հետո ձեր քանակը տենց, ես ասել եմ, դուք վերացող տեսակ եք, ձեր քանակը տենց գնալով փոքրանալու է, վերանալու է այս ամեն ինչը։ Եվ վերջում, ես ուզում եմ մասնակցել եմ բանավեճին, որը այնուամենայնիվ կա Ռոբերտ Քոչարյանի գործընկերների եւ Սերժ Սարգսյանի գործընկերների միջև, որպես մարդ, որը որ հեղափոխություն է արել, մեկը որ եղել է այդ հեղափոխության մեջ։ Այո, դուք Սերժ Սարգսյանին չօգնեցիք, դուք պետք է սատար կանգնեիք եւ Սերժ Սարգսյանին չպաշտպանեցիք, ոչ Ռոբերտ Քոչարյանի թիմը, ոչ Դաշնակցությունը, նույնիսկ Հանրապետական կուսակցության որոշ տարեր Սերժ Սարգսյանին այդ օրերին ես որպես հակառակորդ եմ դա ասում, չպաշտպանեցիք, որովհետև Ռոբերտ Քոչարյանը ուզում էր պատժեր Սերժ Սարգսյանին, ցույց տալով, որ ինքը այդքան չկա, ինչքան որ ինքը եւ պետքա կախվածության մեջ լինի, որոշ հանրապետականներ մտածում էին, որ արանքը կարող են ճղել եւ այդ շարժման շնորհիվ իրենք դառնան նոր վարչապետ, իսկ մնացածը ուղղակի նոր հնարավորություններ էին տեսնում իրենց բանի համար։ Ես ուզում եմ վերջ դրեք այդ բանավեճին։ Այո, Ռոբերտ Քոչարյանը, հայ հեղափոխական դաշնակցությունը եւ հանրապետական կուսակցության որոշ տարեր, որոնց անունը Սերժ Սարգսյանը լավ գիտի, ամեն ինչ արեցին եւ աջակցեցին հեղափոխությանը։ Դա փաստ է։ Դա մեծագույն փաստ է, մի ժպտացեք, նենց որ այդ բանավեճը փակեք, որովհետեւ իմ համար, իմ թիմակիցների համար, Հայաստանի Հանրապետության ժողովրդի համար դուք նույնն եք, նույն իշխանության ներկայացուցիչն եք, որոնք որ մարդ հասպանում, մարդկանց է, հա, լսեք, ասում է քաղաքական հետապնդում, լավ հիշեցի, Տիկին Էլինարը Վարդանյան, Տիկին Էլինարի քուրը արդեն քանի տարի, արդեն 5 տարի աշխատում է ազգային ժողովում։ Բա ինչի չենք բանարը։ Լսեք, եթե ձեր մոտ ձեր լեզվամտածելակերպը, ձեր ընկալումը, որ քաղաքական հետապնդումը լինում է տենց սելեկտիվ, տենց ինչ-որ բանով, իրականության մեջ դա տենց չի, իրականության մեջ դա, Տիկին Գրիգորյան, դուք մի խոսացեք, ես ամեն անգամ, երբ որ դուք ելույթ եք ունենում, ես երդվում եմ ձեզ, ես ինձ զսպում եմ, որ ձեզ չասեմ այն ամենը, ինչ որ ես ուզում եմ այստեղից ասեմ, ժամանակը կգաք ասեմ, վերջում, ամենաքաղցր, ամենալավ կտորը միշտ վերջում է լինելու, հատուկ ձեր համար։ Կսպասեք, շատ երկար կսպասեք, շնորհակալություն հարգելի գործընկեր։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, քիչ առաջ Սերյան Օհանյանը մի ֆանտաստիկ բան ասեց, գաղափար հնչեցրեց, որը հետևյալն է, ասում է, Ղարաբաղի հարցը լուծվել էր ռեալ, բայց բանակցությունները պետք էր շարունակել։ Եվ այս նախադասության մեջ ամփոփված է ձեր իշխանության ամբողջ աֆյորան այս տասնամյակների, որ եթե Ղարաբաղի հարցը ռեալ լուծվել էր, էլ բանակցությունները խի պետք շարունակել։ Ընդ որում բանակցությունների մեջ էլ պայմանավորվել էին, որ իրար հետ համատեղ Ադրբեջանի հետ համաձայնեցնելով կորոշեն ապագա հանրաքվեի հարցը։ Այսինքն Ադրբեջանը, որ դուք ասում եք կապ չունի Ղարաբաղի հետ, պիտի համաձայնվեր Ղարաբաղում հանրաքվե անենք, չանենք, երբ անենք, երբ չանենք, բա որ կապ չուներ ո՞նց եք իր հետ համաձայնեցնում։ Պարոն Օհանյան, արխաշ ձեզ չեմ ուզում ասեմ, էլի, բայց ենթադրենք անձամբ ձեզ չեմ ասում, էլի։ Ասենք խոսալ չեք կարում, չխոսալ էլ չեք կարում։ Ոնց, այսինքն ասում եմ, հարցը, Ղարաբաղի հարցը լուծվել է ռեալ, բայց բանակցությունները պետք էր շարունակել։ Եկել եք ժողովրդին, մեր ժողովրդին, Հայաստանի ժողովրդին, ասել եք ժողովուրդ ջան, վсё, Ղարաբաղի հարցը լուծվել է, հողերը մերն է, կովսականը հայրենիք է, ռեալ լուծված է։
Գնացել եք բանակցությունների, ասել եք, որ հողերը պետքա տակ, ասել եք, որ պետքա էլի լինի հարաքվե, ասել եք, որ հա իհարկե Ղարաբաղը Ադրբեջանն է, դե ֆակտո դա եք ասել ձեր ստորագրություններով։ Ու հենց սա է եղել, որ ախր ժողովրդին տասնամյակներով խաբել եք, պարոն Օհանյան, խաբել եք ժողովրդին։ Ու սրա մեջ է ամփոփ, ու դու գալիս եք խոսում եք ստից, գալիս եք խոսում եք մանիպուլյացիաներից։ Պարոն Օհանյան, քիչ առաջ խոսում եք խանգարել չխանգարելից։ Խնդրում եմ, բան արեք, լռեք հիմա։ Մի հատ ուրիշ բան, պարոն Օհանյանի կողմից էլի մի ֆանտաստիկ ուրիշ ձևակերպում։ Պարոն Օհանյանը այստեղից հնչեցնում է. չի կարող լեգիտիմ ղեկավարը բիրտ ուժ կիրառել։ Ուժ ունեցող անձնավորությունը առանձնանում է իր մեծահոգությամբ։ Այ եթե Սերյան Օհանյանը այս նախադասությունը ասեր հեռավոր 2008 թվականի փետրվարի 28-ին, երբ որ ինքը հանդիսանում էր Հայաստանի Հանրապետության գլխավոր շտաբի պետ, երբ որ իր ղեկավարը Ռոբերտ Քոչարյանն էր, եթե Սերյան Օհանյանն ունենար այնքան խիզախություն եւ անկեղծություն, որ 2008 թվականի այդ հեռավոր փետրվարի 28-ին մտներ Ռոբերտ Քոչարյանի կաբինետ եւ ասեր. «Պարոն Քոչարյան, չի կարող լեգիտիմ ղեկավարը բիրտ ուժ կիրառել։ Ուժ ունեցող անձնավորությունը առանձնանում է իր մեծահոգությամբ»։ Գուցե, պարոն Օհանյան, դրանից ընդամենը 1 օր անց 10 մարդու Երևանի կենտրոնում ձեր իշխանությունը չգնդակահարեր։ Բիրտ ուժը դա է։ Եվ այդ խիզախության մասին ձոնը կգնաք կկարդաք Ռոբերտ Քոչարյանի ականջի մոտ։ Ու չգաք այստեղ եւ մեզ բիրտության եւ խիզախության մասին բաներ, ուրեմն հեքիաթներ պատմել։ Հետո էլ ասեք պատեպատ ենք տալի, պատեպատ չենք տալի։ Ձեզ ժողովուրդը իր գնահատականով ամեն օր պատեպատ է տալի։ Ամեն օր։ Մենք տանք, չտանք, ժողովուրդը ձեզ ամեն օր պատեպատ է տալի իր գնահատականով։ Ասում եմ, գիտեք հեշտ էր բանակցություններ վարելը։ Իսկ հեշտ էր 10 մարդու գնդակահարելը։ Իսկ հեշտ էր գալ մարդկանց ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված է, բայց գնալ բանակցել, որ հողերը տակ եւ այլն եւ այլն։ Իսկ դա հեշտ էր, պարոն Օհանյան։ Կփորձեք կիսվել ձեր բանով։ Դուք էլ մի հատ մի օր մեմուարներ գրեք եւ ուրեմն կիսվեք ձեր փորձառությամբ։ Հիմա բան անեմ։ Անդրադառնամ արդեն նախորդ ելույթներին։ Ընդդիմադիր падգամավորներից, ճարտասաններից մեկը այստեղ ասում էր, որ մենք ձեր հակապատկերն ենք, դրա համար դուք մեզ չեք ներում։ Այս ընդդիմադիր падգամավորը չկանխամտածված ճշմարտություն է ասել, բայց կիսա ճշմարտություն, որովհետև ներել չներելու հարցը մի կողմ դնենք, որովհետև մենք չենք, որ ձեզ պիտի ներենք կամ չներենք, բայց այո, մենք ձեր հակապատկերն ենք, դուք մեր հակապատկերն եք։ Որովհետև մենք ուզում ենք հասնել խաղաղության, դուք ուզում եք հասնել պատերազմի։ Մենք խոսում ենք ապագայից, դուք խոսում եք անցյալից։ Մենք ասում ենք Հայաստանը պիտի սահման ունենա, դուք ասում եք Հայաստանը պիտի սահման չունենա։ Դուք ասում եք մահ կամ ազատություն, հետո ազատությունը պահում եք ձեզ, մահը տալիս ժողովրդին, մենք ասում ենք կյանք եւ ազատություն եւ երկուսն էլ ասում ենք ժողովրդի համար։ Այստեղ այո, մենք իրար հակապատկեր ենք։ Իսկ կների ձեզ ժողովուրդը թե չի ների, ժողովուրդն է ձեզ ներողը, բայց դուք ամենամեծ խնդիրն են, որ նույնիսկ ներողություն չեք խնդրել։ Տիկին Աննա Գրիգորյանը բանը ասեց ու գնաց, ասում է Big Brother is watching you, Օրվելյան հայտնի բանն է ցիտում, հա, ձեզ հետևում են, ասում է մեզ գաղտնը լսում են, կներեք, պետք չի ձեզ գաղտնը լսել, ձեզ պետք է ընդհանրապես լսել։ Դուք մեր փոխարեն ամեն ինչ անում եք, ձեզ ընդհանրապես պետք է լսել։ Ձեր հետ գիտեք ինչա պատահել մի հատ։ Ինչա պատահել Ռոբերտ Քոչյանին, Սերժ Սարգսյանին եւ ձեզ բոլորիդ իշխանությունը կորցնելուց հետո։ Ուղիղ եթերն է պատահել։ Ուղիղ կամերան պահում ենք ձեր վրա, միացնում ենք ուղիղ եթերը եւ լսում ենք։ Ինչ գաղտնա լսել։ Ձեր ելույթները, կամ որ ասենք բանը Աննա Գրիգորյանը գալիս եւ խոսում է կոռուպցիայից։ Ամեն անգամ ինքը գալիս եւ ասում է, ինչ ուզում եք որ ես չխոսեմ կոռուպցիայից։ Չէ, խոսեք, բայց երբ որ ինքը խոսում է կոռուպցիայից, գիտեք բան կա, չէ՞, սենց։ Ինձ ինչա հիշացնում էլի իր ելույթները կոռուպցիայի վերաբերյալ, տենց կլոր, փքված, ախորժալի մրգեր են, չէ՞ լինում, որ սենց նայում ես աչքդ սենց ծակում է, ուզում ես սենց վերցնես կծես։ Հետո բայց
հետո վերցնում ես ու պարզվում է պլաստմասից է այդ։ Հետո պարզվում է պլաստմասից է։ Վրան էլ մի քիչ փոշի անստել, դա դեկորատիվ է։ Այդտենց պլաստմասից ելույթներ եք ունենում։ Պլաստմասից, որովհետև չի կարելի կոռուպցիայի մասին հուզական ելույթներ ունենալ Ռոբերտ Քոչարյանի խմբակցության մեջտեղը նստած։ Եվ մի հատ չգնալու Ռոբերտ Քոչարյանին կամ Լևոն Քոչարյանին չհարցնել ասել, իսկ կներեք դուք լսել եք կոռուպցիա բառը երբևէ ձեր կյանքում կամ որևէ կերպ առնչվել եք դրա հետ, թե չեք առնչվել։ Տիկին Գրիգորյանը այստեղ չի, բայց հուսով եմ ամեն դեպքում ինքը կհարցնի մի օր։ Թե ամեն դեպքում նա մտածում է, որ Ռոբերտ Քոչարյանը մի վճիտ, մի զուլալ, մի ամբասիր անձնավորություն է իր ամբողջ քաղաքական կենսագրությամբ, որ որևէ կերպ նա չի կարող կապ ունենալ կոռուպցիայի հետ։ Էլինար Վարդանյանը ասում է, ստատուս եք գրում, ստատուս գրելով եք պետություն կառավարում։ Տիկին Վարդանյան, դրսում 21-րդ դարն է։ Ասում շուտով 22-րդ դարը կթևակողի։ Բոլորն է ստատուս են գրում։ Իսկ կներեք, ուզում եք պամֆլետ գրենք։ Ես դեպ չեմ նաև պամֆլետ գրելուն։ Բայց ասենք մագաղաթի վրա պամֆլետ գրենք, կներեք, ինչ խնդիր կա։ Դուք եք ստատուս գրում։ Չսեպագիր, ես օրինակ դեմ եմ, որովհետև կներեք իմ հետ, եթե դուք ուզում եք հարց չկա, բայց ես իմ վրա հույս չդնեք, բայց պամֆլետ կարող եմ գրել։ Բոլորս էլ կարող ենք պամֆլետ գրել։ Կարող ենք նույնիսկ էպիստոլյար ժանրում նամակներ գրել, նամակներով իրար հետ հաղորդակցվել, բայց ստատուսը ժամանակակից քաղաքական կյանքի անբաժան մասն է։ Հասկանում եք, եւ դա նորմալ է, որ մենք կարող ենք ստատուսներ գրել։ Տենամ էլ ինչ կա։ Հա, ստե մի հատ էլ գրել եմ 3 մանեթանոց լաց բռնաճշումների մասին, բայց սա հաջորդ անգամ հարգելի գործընկերներ։ Մենք բնականաբար աջակցում ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամի տեխնացությանը։ Պարոն Քթոյան, շատ բարձր ենք գնահատում ձեր մասնագիտական որակները, ձեր անցած ճանապարհը։ Շնորհակալություն ենք հայտնում մեզ ուշադիր լսելու համար։ Եվ նաև ես ուզում եմ ասել, որ այդքան էլ համաձայն չեմ մեր այն գործընկերների հետ, ովքեր անդադ բողոքում են, որ ինչու մենք այո, իհարկե ցանկալի կլիներ, որ նաև դե տեսեք, դուք մեր տեխնացուն եք, մենք կարող ենք եւս ամբիոնից անընդհատ ձեր մասին խոսալ, որովհետև մենք ձեզ լսել ենք, ճանաչում ենք, դրա համար ձեզ առաջադրել ենք, ընդդիմությունը պետքա գա ձեզ հարցեր տա, քննադատի, խոսի եւ այլն։ Բայց նաև այն ինչ որ մենք այստեղ քննարկում ենք, դրանք մեր պետության, մեր հասարակական քաղաքական կյանքի կենտրոնական թեմաներն են եւ կենտրոնական բանկն էլ մեր պետության կենտրոնական բանկն է եւ հետեւաբար կենտրոնական բանկը պիտի լինի մեր պետական քաղաքականության հետ ուղիղ այդ պետական քաղաքականության մի մասը եւ շարունակությունը, այնպես որ շատ լավ էր որ նաեւ դուք մասնակցեցիք այս քննարկմանը, շնորհակալություն եմ հայտնում, այսքանը։ Հարգելի գործընկերներ, իհարկե երևի թե հետագայի համար պետք է վերափոխել ձևաչափը եւ առնվազն պետական պաշտոնյաների ընտրության այս ելույթները չօգտագործել այդ թեմաները քննարկելու համար, որովհետեւ 10 րոպեանոց ելույթներ կան, մարդիկ նստած են ասում են, մի բան էլ մեր համար ասեք, վաղ գնում են գործի, ունի ինչ որ մեզ իմանան, էլ ինչ որ հարցեր լինի, բան, դրական, բացասական, բայց ինչևէ, երևի թե պետք է փոխել եւ երևի թե մտածեն կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարել եւ 10 րոպեանոց ելույթներ նախատեսել այլ քաղաքական քննարկումների համար, որովհետեւ մարդիկ էլ հնարավորություն ունենան քիչ թե շատ իրենց դրսևորեն։ Չնայած մյուս կողմից երևի գուցե սա էլ է լավ։ Հիմա տեսեք, պարոն Մանուկյանը գնաց, ցավում եմ, որովհետեւ ես ճիշտ ասած շատ հետաքրքիր եւ շատ դրական ելույթ եմ ուզում ունենամ դաշնակցության մասին։ Անկեղծ, տարիներ առաջ ես մի հայտնի պատմաբան գիտնականի հետ էի խոսում, շատ հայտնի, նա ասեց հետևյալը, ասեց դաշնակցությունը ունիկալ ֆենոմեն է, չկա որևիցե երևույթ դաշնակցության պես, ասի հեգնանքով եք, ասում ասեց չէ, դա իրականություն է, որովհետև ձևավորել ցանց համակարգ 3 կայսրություններում 19-րդ դարի վերջին հնարավոր չէր եւ որևիցե մի կուսակցություն 3 կայսրությունում ցանց չի ձևավորել։ Դեռ ավելին ասեմ, 1907 թվականին, բոլշևիկյան հեղափոխությունից շատ առաջ, առաջադիմական հայ հեղափոխական դաշնակցությունը դառնում է սոցինտերնի մաս։
կարևոր երևույթ, այսինքն մենք կարող ենք այսօր հպարտորեն ասենք, որ 1907 թվականին մենք չունենալով պետականություն, բայց ունեցել ենք կուսակցություն, որը պայքարել է քաղաքական դաշտում եւ դարել է սոցինտերնի մաս։ Եվ կարծես թե հետեւյալը, հիմա Պարոն Խաչատրյան, եթե ստեղ եք էլի, կուսակցության նպատակը պետության մեջ քաղաքական պայքարին մասնակցելն է։ Դա է տրամաբանությունը։ Եվ տրամաբանական պետք է լիներ, կուսակցության նպատակը պետք է լիներ պետության ստեղծումը։ Եթե կուսակցություն չի պայքարում պետության ստեղծման համար, ապա այն կուսակցություն չի։ Այն ինչ որ չգիտեմ, շարժում է, մոտեցում է, բայց կուսակցություն չի։ Բայց եկեք եւ տեսեք, որ դաշնակցություն ձևավորումից ի վեր, չգիտես ինչի պայքարում է ոչ թե պետության ստեղծման, այլ ինքնավարության համար։ Այստեղ ես ուզում եմ հասկանալ, այն 004-ին չեմ տանում, հավատացնում եմ ձեզ, բայց ուզում եմ հասկանամ ինչու, անկեղծ մասնագիտական եմ ուզում հասկանամ ինչու։ Ինչու ինքնավարություն, այլ ոչ թե պետականություն, նամանավանդ, որ դուք կարողացել եք 3 կայսրություններում ստեղծել հսկայական համակարգ։ Բայց ես իրոք առանց որույցը հեգնանքի եւ հարգելի գործընկերներ, սա ամբողջությամբ եւ լիակատար անկեղծությամբ եմ ասում, ես երախտիկի խոստ եմ ուզում ուղղել հայ հեղափոխական դաշնակցության 1918-1920 թվականների համար, որովհետեւ գիտեք, գալ իշխանություն մի պետությունում, որը ձևավորվել է, որի սահմանները հստակ չեն, որը ընդհանրապես պետական ապարատ չունի եւ չէ կարող ունեցած լիներ, ձևավորել պետական կառույցներ, ձևավորել ժողովրդավարական ինստիտուտներ։ Հա, իդեպ ասեմ, պետք է ասենք Ժորժ ջան, մենք 1918 թվականից ունեցել ենք հավասար ընտրական իրավունք։ 17 չէ, 18 թվականից, որտեղ անկախություն 18 թվականից է, այդուհանդերձ։ Եվ կանայք տղամարդկանց հավասար մասնակցել են ընտրություններին, ունեցել են ակտիվ եւ պասիվ ընտրական իրավունք, հասկանում եք։ Շվեյցարիայի հետ համեմատնենք, Շվեյցարիան սա հաղթարեց միայն 1970-ականներին։ Դուք դա արել եք։ Եվ իհարկե սա երախտիկի խոսքի է միայն արժանի։ Բայց ես չեմ կարող հասկանամ հետեւյալ էլ անկեղծ։ Այս պետությունը ինչու այդուհանդերձ այդքան չսիրեցիք։ Պետությունը չեք սիրում, բնույթը չեք սիրում, բովանդակությունը չեք սիրում, սահմանները չեք սիրում, ասում եք հայրենիքը խո պետությունը չի, այս 29740 քառակուսի կիլոմետրը։ Ժորժ ջան, կներեք, Հայաստանի ժամանակակից հանրապետության սահմանները դուք եք ձևավորել։ Բայց սա քննադատություն չի։ Դուք ձևավորել եք այս երկրի սահմանները Բաթումից Ալեքսանդրապոլ։ Ձևավորել եք, ուզեք թե չուզեք, սա է, բայց սա քննադատություն չի, որովհետև ոչ ոք չէր կարող ասել ինչ կլիներ, եթե չլիներ Բաթումի պայմանագիրը։ Ոչ ոք չէր կարող ասել, թե ինչ կլիներ Ալեկպոլի պայմանագրի չկնքումից հետո, բայց կներեք, հիմա հարց, պարոն Մանուկյանը ստե չի ցավոք։ Ասում է, Արարատը այլ ձև եք մեկնաբանում։ Կներեք, մենք ձեզ չենք մեկնաբանում մեղադրում նրա մեջ, որ Սուրմալուն, որը ժամանակին Պարսկաստանից էր անցել ռուսական կայսրությանը, Ալեկպոլի պայմանագրով, իսկ Սուրմալուի մեջ մտնում էր նաև Արարատ լեռը, հայտնվեց Հայաստանի տարածքից դուրս, այսինքն մենք դրանում ձեզ չենք մեղադրում, որ տենց է ստացվել, դուք եք կարև ոնց որ էլ այդ մոմենտը։ Դուք մեղադրում եք նրա մեջ, որ մենք այլ կերպ ենք սկսում մեկնաբանել խորհրդանիշը։ Դա լավ չի, եւ ես եւս մեկ անգամ չեմ մեղադրում ձեզ, անկեղծ եմ ասում։ Եվ որևէ մեկ իրավունք չունի մեղադրել դաշնակցությանը Ալեկպոլի պայմանագրի կնքումի համար, Ալեքսանդրոպոլի պայմանագրի կնքման համար, գիտեք ինչու։ Որովհետեւ այդ պայմանագիրը այստեղ 1000 անգամ ներողություն եմ խնդրում, բայց ավելի հստակ ձևակերպում չեմ կարող գտնել, որովհետեւ ձեր ջեբը գցեցին։ Ձեր ջեբը գցեցին։ Եվ նոյեմբերի 9-ից հետո 2020 թվականին ինձ թվում էր, որ մեզ ամենալավը կհասկանա դաշնակցությունը։ Ամենաճիշտը, կասի Ժորժ ջան, մի կպեք այս մարդկանց։ Խաղը շատ ավելի լայնն էր։ Մենք այնքան մեծ դերակատարություն չունենք սրա մեջ։ Ասեմ քեն ձեր ջեբը գցե, որտեղ սովետական հանրագիտարանից Большая советская энциклопедия պարոն Խաչատրյանի սիրում ասես баներ։ Մի հատ бан կարդամ էլի, որ հասկանաք ոնց են ջեբը գցել։ Дашнаки довели Армению до полного экономического разорения, потопили в крови майское восстание трудящихся Армении. После установления советской власти в Армении 29 ноября 1920 года Дашнаки 2 декабря 1920 года заключили в Александрополе договор с Турцией, предусматривающий уступку ей значительной части армянских земель.
զիմել։ Սա ջեբը գցելու դասական տարբերակն ասում եմ։ Մենք իշխանություն ենք հաստատել նոյեմբերի 29-ին, բայց իրանք են մեղավոր այդուհանդերձ, որ դեկտեմբերի 2-ին պայմանագիրը կնքել են։ Բայց էլի չեմ մեղադրում։ Չեմ մեղադրում, որովհետև այդ պայմանագիրը չկնքելու հետևանքները կարող շատ ավելի վատ լինեին։ Եվ ինչ եմ ասում ջեբն են գցել, որտեղ ով հետ եկավ հետո ասեց դե մենք ինչ կապ ունենք, մենք ինչ կարանք անենք, սրանք էին արդեն տես տվել էին, գնացել էին։ Մենք ինչ գործ ունենք սրա հետ։ Լավ էլ գործ ունեին, լավ էլ կարային, լավ էլ հնարավորություն ունեին, բայց ձեր ջեբը գցեցին։ Հիմա դաշնակցությունը ամենամեծ խնդիրը գիտեք որն է, իմ ցավս որն է, որ դաշնակցությունը լինելով այս պետության ակունքներում ինքը չի կարող իր գոյության կերպը գտնի անկախ պետականության շրջանակներում։ Չի կարող, էլի 1991 թվականից այսքում կներեք, ձեր քաղաքական գաղափարախոսությունը այս երկրում 5%-ից ավել մարդ չի կիսում։ Դուք երբեք չկարողացաք դառնալ քաղաքական գործոն։ Երբ էլ եղել է կոալիցիայի մաս, դա եղել է, ասենց չեմ ասում ֆիկտիվ, բայց արհեստական կոալիցիա, որտեղ ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ձեր ձայների կարիքը խորհրդարանում չուներ, որ դարձնեն ձեզ կոալիցիայի մաս։ Անկեղծ պետք է լինենք, մեկս մյուսի հետ։ Եվ տեսնեք, ես իրոք ցավում եմ դեգրադացիայի մասին։ Ես փոքր երեխա եմ եւ հիշում եմ ձեր առաջի տեխնացուին Հայաստանի Հանրության նախագահի տեխնացուի պաշտոնում։ Դա մեր կողմից շատ սիրված եւ հարգած Սոս Սարգսյանն էր։ Համեմատեք Սոս Սարգսյանին վաղ շաբաթից ընտրություններում ձեր տեխնացուի հետ։ Համադրելի չեն եւ սա ցավ է։ Ես շատ կուզենամ, որ դաշնակցությունը, որը մեծագույն դերակատարություն է ունեցել ժամանակակից հայկական պետության ձևավորման հարցում, իրոք վերադառնա այն հիմքերին, որոնք դրվել են 1918-20 թվականներին։ Ես ցավում եմ, որ սոցիալիստական ուղղվածություն ունեցող կուսակցությունը, իդեպ սոցիալիստական կուսակցությունները առավել, ասենց ազատականներն են, էլի, այսինքն, չգիտեմ, կանանչ էներգետիկա, խտրականության արգելք, բան։ Դուք գնացել եք կոմպրոմիսի եւ կոալիցիայի ամենակոնսերվատիվ ցավոք եւ օլիգարխիկ բուրժուազիայի հետ։ Դուք ներսում կոնֆլիկտ ունեք, Ժորժ ջան։ Չի կարա սոցիալիստը գնա խոշոր բուրժուազիայի հետ կոմպրոմիսի։ Եվ շատ կուզենամ, որ դուք այդուհանդերձ փորձեք վերափոխեք ձեր քաղաքականությունը, որովհետեւ ես չեմ ուզում, որ սովետական հանրագիտարանը այս ձևակերպումը դառնա իրականություն, որտեղ այնտեղ գրած է հետեւյալը. Դաշնակցություն, армянская буржуазно-националистическая контрреволюционная партия։ Սա իմ համար ընդունելի չի, եւ սա իմ խորհուրդն է եւ հորդորն է դաշնակցության մեր գործընկերներին վերադառնալ պետականության շրջանակներում գոյության կերպը գտնելու շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո փոխոսնակ, սիրելի գործընկերներ եւ մեզ հետևող սիրելի քաղաքացիներ, ես նույնպես ստիպված եմ շեղվել թեմայից, որովհետեւ անդիմությանը չարձագանքել չեմ կարողանա։ Տիկին Էլինար Վարդանյանը այս հարթակից ողջունում է նոր ձևավորվող ուժերին։ Իհարկե զվարճալի է, որ տիկին Էլինար Վարդանյանը դրանք նոր է անվանում, բայց հարց ունեմ, օրինակ տիկին Վարդանյանը չի նեղվում, որ պատեհ ու ոչ պատեհ առիթներով այդ նոր ձևավորվող ուժերը դիստանցավորվում են իրենցից։ Ասում է, չէ, մենք այս իրանց հետ կոալիցիայի չենք գնալու։ Չէ, Արման Թաթոյանն ասում է, չէ, ես ինչ կապ ունեմ նախկիների հետ, ես ում Սերժեն Ծորոկ փոխնախարար չեմ եղել։ Այսինքն իրենք այնուամենայնիվ ձեր մեջ խնդիր տեսնում են։ Տիկին Աննա Գրիգորյանն ասում է, ես չգիտեմ վեհապարները կտրիչներ Սյաները խաղանի թե չէ։ Տիկին Աննա Գրիգորյանին կարամ հուշեմ, գիտեմ Արմինե Օհանյանի հետ կապեր ունի իրանց ֆրակցիան։ Կարող են օրինակ ճշտել այդ հրապարակորաթ հերթում տարիներ առաջ այդ ինչ հոդված ա գրվել, որ կտրիչներ Սյանը այնուամենայնիվ դուստր ունի։ Կամ օրինակ, երբ որ Բորիս Մուրազին իրենց համար իրենց թեզերն է պաշտպանում, մի հատ իրանից էլ կարող են ճշտել, կարծեմ անուն ազգանունով տեղյակ է դստեր մասին։ Տիկին Քրիստինե Վարդանյանը ստեղ գալիս ասում է դուք ասել եք Արցախը Հայաստան է եւ վերջ, դրա համար դե գիտեք էլ այդ իրանց հիմնական թեզերը, ես ուզում եմ հիշեցնել, որ Ազատությունը տեսանյութ ունի, կմիացնեմ վերջում, որտեղ որ Ռոբերտ Քոչարյանը բառացի ասում է Հայաստանը Արցախը եւ վերջ, եւ գիտեք սիրելի քաղաքացիներ ինչու է ասում, որտեղ ոչ լեգիտիմ ձևով փորձում էր նախագահ դառնալ Հայաստանում, եւ երբ իր կեցության ցենզը չէր կարողանում որևէ ձև հիմնավորել, նիստին կենտրոնական ընտրական հանձնաժողովում նախ հայտարարվեց, որ Արցախը Հայաստանը եւ վերջ եւ դրանից հետո, որպեսզի կարողանա պաշտպանել այս թեզը, Ռոբերտ Քոչարյանը ինքը ասեց.
Հայաստանը, Արցախը եւ վերջը, եթե հիշում եք, որևէ բան տեղի չունեցավ, այն ինչու մեզ մեղադրում են։ Իսկ հիմա իմ սիրելի ժանրը, ես չեմ կարող չանդրադառնալ այս իշխանազավթների ֆրակցիային, աննայենց իշխանազավթ ֆրակցիային, որովհետեւ երեք պարոն Մամիջանյանը ստեղից ստերի այնց մեծ տեղատարապ հայտնեց, որ հերթով, փաստերով պետքա դրանց արձագանքել։ Նախ, եւ որ մենք խորհրդարանը ընդունում էր օրենք եվրոպական ինտեգրման մեր նկրտումների մասին, մենք մեր ներքին օրենսդրության մասին խոսակցությանը որևէ օտար երկրի, այլ երրորդ երկրի ներկայացուցին այս խոսակցության մաս հրավիրել չէինք ուզում։ Այսինքն սա մենք ասում ենք, որ մեր ներքին օրենսդրությունն է ընդունում է խորհրդարանը եւ մեզ հարկավոր չէ, որ որևէ երրորդ պետություն այն մեկնաբանի։ Բայց քանի որ Հայկ Մամիջանյանը շատ անեղ եւ ասում է, այս ընդունած օրենքը որևէ մեկը որևէ նույնիսկ Չ եվրոպական քաղաքական գործիչ չի մեկնաբանել, ուզում եմ վշտեցնել Մարտակոսը Հայաստանում լրագրողների հետ իր ելույթում, իսկ ես վստահ եմ Մամիջանյանը գիտի, որ Մարտակոսը ընդհանրապես Չ քաղաքական գործիչ չի Եվրոմիությունում, արձանագրել է, կարևորությունն է նշել այս նախագծի եւ ասել է, որ շատ կարևոր է, որ ոչ միայն իշխող մեծամասնությունը, ոչ միայն գործադիր իշխանությունն է դրան գնում, այլ սա արտացոլում է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կամքը։ Հետո պարոն Մամիջանյանը ստեղ խոսում է ՍԵՊԱ-ի մասին, ասում է ՍԵՊԱ-ն, ախր պարոն Մամիջանյան, գոնե դուք ՍԵՊԱ-ից մի խոսեք։ Ասենք ՍԵՊԱ-ն մենք գոնե հիշում ենք ոնց է ընդունվել։ ՍԵՊԱ-ն ընդունվել է նրա արդյունքում, եւ որ դուք խաբել եք եվրոպացի գործընկերներին եւ չեք ստորագրել ասոցիացիան համաձայնագիրը։ Եվ որ Շավարժ Քոչարյանը, Տիգրան Սարգսյանը ձեր վարչապետ խոսում էին, թե ինչ վտանգավոր կլինի Հայաստանի համար ԵԱՏՄ անդամակցությունը, դուք վերջին պահին հրաժարվեցիք, դուք չէ, ձեր քաղաքական ղեկավար Սերժ Սարգսյանը, եւ դրա արդյունքում ծնվեց ՍԵՊԱ-ն։ Բայց գնանք դրանից էլ անդին։ Դուք ՍԵՊԱ-ի մասին մյուս սուտն եք ասում եք, որ ՍԵՊԱ-ն վավերացվել է ձեր օրոք, ՍԵՊԱ-ն ԵՄ անդամ պետությունների մեծամասնությունը վավերացրել է մեր օրոք։ Հետո փորձում եք զուգահեռներ անցկացնել ՍԵՊԱ-ի եւ գործընկերության օրակարգի միջեւ, ասելու այս ԿՊԱ-ականները ինչ որ գործընկերության օրակարգ են բանակցում, բա մեր ՍԵՊԱ-ն, ուրեմն ուզում եմ մեր քաղաքացիներին ասել, որովհետեւ պարտավոր չեն բոլորն իմանալ, ՍԵՊԱ-ն եւ գործընկերության օրակարգը իրար հետ համեմատելի փաստաթղթեր չեն։ Գործընկերության օրակարգ եղել է նաև ձեր օրոք։ Իհարկե չեք ձգել մեր օրակարգ ձևավորել Եվրոմիության մեր գործընկերների հետ, բայց դրանք փող լրացնող փաստաթղթեր են եւ պետք չի որ գործընկերության օրակարգը վավերացվի նաև ուրեմն խորհրդաների կողմից։ Հետո պարոն Մամիջանյանը այս երեսպաշտության բարձրագույն դրսևորումն է, էլի, այստեղ այս հարթակից փորձում է խոսալ Արցախի բանակցությունների մասին։ Պարոն Մամիջանյան, ձեր քաղաքական ղեկավարը հենց այս ամբիոնից ապրիլի 17-ին հայտնել է, որ բանակցությունները մտել են փակուղի։ Ես ուղղակի ամանչում եմ այս նորից սրա մասին խոսել, որովհետև ինձ թվում է արդեն սերտած կլինեք։ Լավ քաղաքացիները հիշեցնեմ, բայց դուք գոնե սերտած կլինեք կամ ձեր քաղաքական ղեկավարներ, որ մի քանի րոպեներ անց մեկ այլ հանրապետական падգամավորի արձագանքելիս նշեց, որ այլևս անհնար է կարծել եւ հույս հայտնել, որ Ադրբեջանը կհրաժարվի իր ուխտադրուժ նպատակներից, այն է պատերազմի միջոցով լուծել Լեռնային Ղարաբաղի հարցը։ Այսինքն պարոն Մամիջանյան, տապալել եք բանակցությունները, ու իդեպ ես աթոռի հետ եմ խոսում, սա շատ նորմալ է, պատիվ ունեմ խմբակցությունը, գալիս գրանցվում է ու հեռանում է նիստերի դահլիճից զուտ աշխատավարձ ստանալու համար սիրելի քաղաքացիներ։ Ուրեմն եկել է Սերժ Սարգսյանը այս դահլիճից հայտնել է, որ բանակցությունը մտցրել է փակուղի, հետո հայտնել է իլուր աշխարհ, որ դա պատերազմ է մեկնարկելու, եւ հիմա պարոն Մամիջյանը ասենց լուրջ դեմքով գալիս ասում է, այ դուք, ձեր Մոսկվան, չգիտեմ, Պիտերբուրգը, լուրջ չի։ Հետո լուրջ չի նաև, որ պարոն Մամիջանյանը եւ իր ֆրակցիան բարբերաբար մեզ իշխանազավթ են անվանում։ Այն մի քաղաքական ուժը, որը այդտեղ նստած է, որտեղ ընտրական օրենսգրքում երրորդ ուժի ներկայության պահանջ կա, տարիներ շարունակ ընտրակաշառքով ու ընտրությունների կեղծմամբ զբաղվել ու նույնիսկ 21 թվականի խորհրդանական իշխանությունում իրանք ունեն ընտրակաշառք բաժանելու մասին դատավճիռ։ Այսինքն եկել մեզ եւ իշխանազավթ են ասում։ Եւ քանի որ այս ինքնության մասին Աննա Գրիգորյանը այսպես տանջված գալիս այստեղ խոսում է, որ դուք Ադրբեջանի հետ միասին մեր ինքնությունը գնաց կորավ, ես ուզում եմ ասել, որ ես խղճում եմ այն մարդկանց, ում համար ինքնությունը կարա այսպես վերանա նրանից, որ
անձնագրում այլևս Արարատի նկարը չի լինելու։ Եթե ձեր ինքնությունը կախված էր այդ կնիքի վրայի Արարատի պատկերից, ես ձեզ խղճում եմ։ Ես ձեզ խղճում եմ, որ դուք մտածում եք, որ մենք եկեղեցու դեմ կռիվ ենք տալիս, որովհետև եկեղեցու համար ենք մենք կռիվ տալիս։ Եթե ձեր համար նորմալ են այն ձայնագրությունները, այն տեքստերը, որոնք հաստատում է Միքայել Աջապահյանը, այն հորդորները, այն բռնաճնշումներ, որ արկա են եկեղեցում եւ դուք հենց մեզ եք մեղադրում եկեղեցու դեմ պայքարում, ես ցավում եմ, որ ձեր տրամաբանությունը, ձեր միտքը այս ձևով ազարգանում, ինձ մնում է միայն հույս հայտնել, որ Աննա Գրիգորյանը կփոխի ի վերջո իր դիրքորոշումը։ Իսկ հիմա խոստացածս դայնագրությունը առայն, որ Ռոբերտ Քոչարյանը ինքն է հայտնել, որ Արցախը Հայաստան է եւ վերջ առաջինը։ Եվ նպատակը իհարկե բարձր։ Ուրեմն սա Ազատության ռեպորտաժից մաս է։ Ուրեմն մի վարքյան, քան որ ես փորձ չունեմ, Շտաբը գերադասեր, որպեսզի իրենց տեխնացուի գրանցումը կենտրոնական դրական հանձնաժողովում անցներ առանց ավելորդ աղմուկի, առավել ևս կցանկանար խուսափել դատական հայցերից։ Բայց եթե այդ ամենն արդեն տեղի էր ունեցել, հարկավոր էր որդեգրած գիծը մինչև վերջ տանել, պնդելով, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստան է եւ վերջ։ Ռոբերտ Քոչարյանը նման հայտարարությամբ հանդես եկավ ԿՀ աղմկահարույց նիստի հաջորդ օրը 1998 թվականի մարտի 7-ին երիտասարդության հետ հանդիպման ժամանակ։ 88 թվականից մինչև այսօր Ղարաբաղը եղել է կա եւ մնալու է Հայաստանի մեկ մասը։ Իսկ ինձ թվում է Քրիստինե Վարդանյանը դեռևս չի հայտարարել, որ ինքը Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիա անդամ չէ։ Եթե այդպես է, ուրախ ենք իմանալ, որ Քրիստինե Վարդանյանը ի վերջո գիտակցել է, թե որքան է վնասում իրեն ասոցացումը Ռոբերտ Քոչարյանի քաղաքական թիմի հետ։ Շնորհակալություն։ Մեծարգո ազգային ժողովի փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, նախ ուզում եմ այստեղ նայենք դատարկա ընդդիմության աթոռները, ինչպես եւ դատարկա նրանց քաղաքական օրակարգը, եւ այստեղ ճիշտ ասած թեման այլ էր, այլ թեմայից էի ուզում խոսել, բայց այստեղ խոսեցին падգամավորներ, չեմ կարող չհակադարձել։ Տիկինը ընդդիմության падգամավորներից ասում է ժողովուրդը արդեն զզվել են այս իրավիճակից, որ այստեղ անընդհատ նույն թեման է քննարկվում, անընդհատ նույն բանն ենք ասում եւ ժողովրդի մասին չենք մտածում եւ ժողովրդի համար որևէ բան չենք անում։ Եկավ Տիկին Վարդանյանը, ուզում եմ ասել, որ այո, ժողովուրդը իրականում այս խորհրդարանը երևի չէր երազել, այստեղ անընդհատ նույն բանից է խոսվում, նույն խոսույթն է տարածվում, բայց այնպես չի, որ այդ մեր մեղքն է, ձեր մեղքն էլ դուք վերցրեք, բայց ուզում եմ ասել, թե ինչ ենք այս ընթացքում, որ այսքան վիրավորական եւ այլն խոսքեր, ուզում եմ ասել, այս ընթացքում կառավարության կողմից 65 եւ պլյուս տարիքի բոլոր մեր տատիկ պապիկներին, հայրերին եւ մայրերին անվճար ու ապահովագրական վճարի պետության կողմից վճարվող գումար ապահովագրությամբ մեր տատիկներին, պապիկներին, հայրերին եւ մայրերին հունվարի 1-ից ըստ էության հիվանդանոցում սպասարկելու են անվճար։ Հասկանում եմ, որ այս լավ երևույթներից ընդդիմությունը տվայտվանքի մեջ անկնում, չգիտեմ, մեր լեզվով ասած բեկբեկվում է, քրքրվում է, բայց դե ամեն դեպքում մենք անում ենք ու անելու ենք ու հարգելի հայրենակիցներ, պատկերացնում եք, չէ՞, այս մասին օրինակ չբարեհաճեցին գոնե մի հատ ասեն, շատ լավ բան եք անում մեր տատիկները, պապիկները, հայրերն ու մայրերը, օրինակ իրան ժամանակ երբ փող չէին ունենում բուժօգնություն ստանալու, մնում էին ընդունարանում նստած եւ վերջում չէր երևում նրանց ճակատագիրն ինչա լինելու, որովհետեւ մի բժիշկ մոտ չէր գալիս։ Հիմա մենք այդ հարցը լուծում ենք ու այդ հարցերը լուծելով առաջ ենք գնում։ Նաեւ ասեմ, որ սիրելի հայրենակիցներ, այս ընթացքում, որ այս ազգային ժողովում այսքան խառնամ միմյանց փոխադարձ վիրավորանքներ, այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը, կառավարությունը բանակը հունվարի 1-ից սարքեց 1 տարի 6 ամիս։ Հասկանում եմ, որ ծանր եք տանում, հարգելի ընդդիմադիրներ։ Նաև հասկանում եմ, որ ծանր եք տանում այսքան դպրոց, մանկապարտեզ, բուժ հաստատություններ, այսքան կառուցում, վերակառուցումը, վերազինումը։ Հասկանում եմ, որտեվ 26 թվականին չգիտեք, ոնց եք գնալու այն համայնքներում, որ այս գործերն արվել է, ասեք, որ այս իշխանությունը ոչինչ չի անում եւ այլն եւ այլն։ Ու ինձ
հետաքրքիր է էլի, այս ճանապարհները, այս դպրոցները, այս բանը, երևի ինձ կպատասխանեք, կարող է ուզում եք գաք իշխանության, տեսել եք լավ դպրոց ենք սարքում, օրինակ, ասում եք օրինակ, որ մենք գանք իշխանության, այս դպրոցները որ քանդենք, սրա արմատուրեն ինչ փող է հանելու։ Այսպես մտածմունքներ ունեք։ Սիրելի հայրենակիցներ, եւ ես ուզում եմ ասել, որ տեսեք, այստեղ երեք, եթե չեմ սխալվում, դիմությունից պատգամավոր ելույթ ունեցավ եւ այստեղ մեզ ասում էր վախեցեք Աստծո դատաստանից, եթե չեմ սխալվում 3 էր, ես այդ համացանցում եմ տեսել եւ ուզում եմ ես ասել, սիրելի հայրենակիցներ եւ ընդդիմադիր գործընկերներ, դուք մտածեք, վախենալու բան ունեք, թե չունեք։ Օրինակ Աստծո պատժից պետքա վախենա սոցիալական ոլորտի այն մարդիկ, ղեկավարից մինչև ներքև, ովքեր անապահով ընտանիքներից 3 ամսվա թոշակ փող էին վերցում, որ նպաստ գրեին, այ դրանից վախեցեք այն Աստծո դատաստանից այն ժամանակ, երբ մարդիկ մարդկանց սպանելու հրամաններ են տալիս, վախեցեք Աստծո դատաստանից, որ մարդկանց գումարով գնահատական եք նշանակել, վախեցեք Աստծո դատաստանից, որ մարդկանց ունեզրկել եք, որ մարդկանց տները խլել եք, վախեցեք Աստծո դատաստանից, որ օրինակ մանկատան երեխաների տներն են գողացվել, վախենալու բան ունեք, թե չունեք, մտածեք, արգելի ընդդիմադիր գործընկերներ։ Ես այս ամբիոնից ուզում եմ ասել, նախ այս թեման մշտապես ասվել է եւ ասվում է, եւ ուզում եմ ասել, որ որևիցե մի ընդդիմադիր քաղաքական գործիչ չդատապարտեց իմ երեխայի մասին գրված հոդվածները եւ 3 նաեւ շարունակվում էր անբարոյականի ընտանիքների կողմից հարձակումը երեխաներիս եւ երեխաներիս անունների վրա եւ ես ասում եմ, որ եթե այս ըստ էության դե հասկանում եմ այդ գումարով, չգիտեմ, դրանց ոնց է քաշվում, գլխով է քաշվում, այսքան գլուխ, այսքան գումար, թե ուրիշ ձև է քաշվում, ուրիշ մարմնի ուրիշ մասերով է քաշվում, բայց այս անբարոյական ընտանիքներին ասեք, հեռու մնացեք, հակառակ դեպքում վստահաբար լավ չի լինելու։ Ուզում եմ ասել, տեսեք, երեք մի զարուրելի տեսարանի ականատես եղանք, երբ Կտրիչ Ներսիսյանի մի քանի աջակիցներ, եթե կարելի է այսպես ասել, կամ եթե կարելի է իրենց լրագրող ասել, գնացել էին եւ սադրում էին քահանայի կողքին կանգնած Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ այնտեղ մի աղջիկ կար ասում էր ակաշներդ կկտրեմ, չգիտեմ, այս տեսակ ինչ-որ բան։ Ես այդ աղջիկան ու իր շեֆերին ուզում եմ ասել, որ որևիցե մեկ եթե կշշկրվի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ականջ կփորձի կտրել կամ նման հայտարարություն կանի, իրանց շեֆերի ականջներն նես կկտրեն, կսարքեն չոբանի շուն։ Ասում է բանա, մի ասեք Տեր Արամ, որովհետև ինքը կարգալույց է եղել։ Դե դու էլ մի ասեք Գարեգին, ասեք Կտրիչ Ներսիսյան, որովհետև ինքը խախտել է կուսակրոնության ուխտը։ Որովհետև ստեղ Հայաստանի Հանրապետության վարչապետն էս բաներ ասած խայտարակություն էր, ասում է եկեղեցու դեմ։ Ոչ, Հայաստանի Հանրապետության եկեղեցին հայ ժողովրդի եկեղեցին է, հայ քրիստոնյաների եւ հայ հավատացյալների եկեղեցին է եւ որից է սրբապիղծեր այնտեղ մարդ ազատելու, ընդունելու ոչ իրավական, ոչ իրենց կանոնակարգով եւ ոչ էլ ոչ մի ձև չեն կարող անել, չեն կարող ազատել եւ այո, ես ինքս Կիրակի մասնակցելու եմ Հովանավանքում պատարագի եւ իմ հավատավոր ընկերներին, ովքեր իրապես հավատացյալ են եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են, կցանկանայի իրենց էլ նաեւ տեսնել այնտեղ, բայց ովքեր եւ չեն կարող գալ հասնել այնտեղ, իրենց համայնքում մասնակցել պատարագների, որտեղ այս խնդիրներից հետո մարդիկ դեպի եկեղեցի չէին ուզում գնալ, քահանաների հետ չէին ուզում շփվել, ես իրենց բացատրեցի, որ դա Կտրիչ Ներսիսյանին չէ եւ կան լիքը բարեպաշտ քահանաներ, որոնց ծիսակատարություններին կարող եք մասնակցել։ Ասում է, մենք երիտասարդներին կհամոզենք կուսակցության, չգիտեմ, դաշնակցության մեջ, հա, դուք կարող եք օրինակ 2005 թվականից հետո ծնված մեր հայրենակիցներին ինչ-որ բան համոզել, բայց դրանից առաջվա սերունդները, այդ որ չգնանք պատմական տարբեր դրվագներում, 91 թվականից ձեր գործունեությունը տեսել է։ 91-ին էլ ա տեսել, 6-ին էլ ա տեսել, 99 հոկտեմբերի 27-ին էլ ա տեսել, մարտի 1-ին էլ ա տեսել եւ այլն, բոլոր ժամանակներս են։ Ես այս խորհուրդ եմ տալիս, դու աշխատեք 2005-ից հետո ծնված մեր հայրենակիցների հույզերի վրա, որ կարողանաք գոնե մի քանի ձայն կորզել։ Ասում է եկեղեցին կմնա, իսկ դուք կգնաք։
ես ուզում եմ ասել, որ եկեղեցին մնացել է, իսկ դուք գնացել եք։ Այն, որ եկեղեցում առևտուրը ուզում եք զարգացնել, չի լինելու։ Հայաստանի Հանրապետություն եկեղեցուն միայն աղոթատեղի է։ Այն, որ եկեղեցիները չէիք սարքում, այն, որ եկեղեցիները չէիք վերանորոգում, այն, որ, չգիտեմ, խաչքարերը ամբողջովին Նորատուսը գիտեք, խաչքարերի իսկ տեղա, որտեղ աշխարհի բոլոր տերություններից գալիս են այնտեղ խաչքարերն ուսումնասիրել, այդ խաչքարերը պարկած էր, շուրեկած էր, այդ ձեր ժամանակվա բան եմ պատմում, այնտեղ անասունները արածում էին, հիմա այնտեղ բարեբախտաբար կա ցանկապատված տարածք, հուշարձանների պահպանության կոմիտեն բարեխիղճորեն կատարում է իր արժեվ դրած պարտականությունը, այնտեղ արդեն կա նշանակված մարդ եւ բոլոր հուշարձաններում, որտեղ հուշարձանների պահպանության կոմիտեինն է։ Եվ մի բան եմ ուզում ասել, այս ամեն ինչից դուրս 2026 թվականի ընտրությունները մոտեցել է եւ ամեն մեկը իր հերթին փորձում է վարկաբեկել, ստել, խոսել, յուրաքանչյուրիս հասցեին, չգիտեմ, Facebook-ով այնտեղ բանով տաշիր կալուգայի սամոյ 10-ով չիկներն են մտնում, բաներ գրում, այ ընկերներ, ախր ձեր շեֆն է 10-ով չիկ ուրիշի, դու գոնե ամոթ է, շնորհակալություն։ Ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, հիշեցնեմ, որ մենք քննարկում ենք Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը, հենց մինչև այս թեմայով մի քանի բան ասել է պարոն Մանուկյան, մի հատ բան հիշեցնեմ, էլի, ձեր ձախ կողմում, վերևում ժամանակին պատգամավոր էր նստում, որը ոչ թե Կադիրովի ֆանատն էր, այլ Կադիրովի, եթե չեմ սխալվում, մոտ ընկեր է, եղբայրը ծննդյան օրերին շնորհավորում եմ, ինչ որ չեմ հիշում։ Մի րոպե, 2019 թվականի դեկտեմբերի 8-ին նոր ստուգում էի, ծննդյան օրը շնորհավորում էր արդեն պաշտոնատար, դե բայց կապ չունի, մեր իշխանության ժամանակ է եղել, թե մեր իշխանության ժամանակ չի եղել, եթե ձեր համար դա տենց այնպիսի թեմա է, որը անընդունելի է, չեմ հիշում, որ որևէ մի անգամ այդ առիթով արտահայտված լինեք ձեր համատեղ միջոցառումների ժամանակ։ Հիմա ինչ վերաբերում է բուն թեմային, նախ ուզում եմ հնչած երկու հարցի անդրադառնալ, երեք պարոն Դանելյանը, Գառնիկ Դանելյանը 16 միլիոնների թեմային էր անդրադառնում ու հարցեր տալի, ուզում եմ ասել, որ այդտեղ իրականում խնդիր ունենք ու շնորհակալ եմ այդ հարցը բարձրաձայնելու համար, մենք ունենք 16 միլիոնների ծրագիրը, որը հնարավորություն է տալիս, որպեսզի մարդիկ պետության աջակցությամբ սահմանամերձ շրջաններում տուն կառուցեն, բայց ունենք մի իրավիճակ, երբ փաստացի պետական միջոցներով կառուցվող այդ բնակարանների համար բանկերը մարդկանց դիտարկում են որպես սովորական վարկառու ու նայում են իրենց վարկային պատմությանը։ Ընդ որում նորմալ է, որ այդ ծրագրի շահառուները պիտի հիմնականում խնդիրներ ունենան, որովհետև այդ մարդիկ ամենաանապահով խավն են ու կարծում եմ այստեղ մենք քննարկումների մեջ ենք հիմա կառավարության հետ, կարծում լուծումներ կգտնենք, որովհետև այդ ծրագիրը առաջին հերթին ուղղված է այն մարդկանց, որոնք ֆինանսական առումով այդքան էլ լավ պայմաններում չեն գտնվում։ Առողջության ապահովագրության հետ կապված հարց հնչեց, կարծեմ պարոն Ավետիսյանն էր ասում, որ մասնավոր ապահովագրականների համար խնդիր է ստեղծվում։ Մենք այդ առումով էլ բազմաթիվ հանդիպումներ ունեցել ենք, ապահովագրականների հետ էլ ենք հանդիպել եւ վերջնական իմ համոզմունքը եղել է այն, որ մեր ապահովագրականները ոչ թե դրանից կտուժեն, այլ կշահեն։ Եթե հարց ու պատասխանին հետևել եք, եթե այստեղից չեք հետևել, միգուցե այլ տարբերակով հետևել եք, առողջապահության նախարարը նշեց, որ լինելու է ոչ թե համապարփակ ապահովագրություն, այլ համընդհանուր ապահովագրություն, որն է այս բառերի տարբերությունը, դա նշանակում է, որ ոչ թե բժշկական ծառայությունների ամբողջ փաթեթն է ծախսվելու, այլ դրա երևի մեծ մասը, այն հավելյալ մասը արդեն մեր ապահովագրական ընկերությունները կարող են իրենք որպես հավելյալ ծառայություն մատուցել մեր քաղաքացիներին ու կարծում եմ իրենց մոտ այդ ուղղությունը, որը հիմա այդքան էլ զարգացած չի, ավելի կարող է զարգանալ։ Կենտրոնական բանկի մասին նաև հարց հնչեց, որ Կենտրոնական բանկը կարող է գործիքակազմ կիրառել առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճը զսպելու համար, ուզում եմ ասել, որ նման գործիքակազմ Կենտրոնական բանկը չունի ու չի կարող ունենալ։ Կենտրոնական բանկը ազդում է փողի շուկայի վրա, իսկ առանձին ապրանքների մասով մենք ունենք ուրիշ կառույցներ, օրինակ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, այն էլ չի ազդում, ուղղակի
արհեստական վայրի վերումները վերահսկողության տակ է պահում, եթե այդտեղ կասկածելի երևույթներ նկատվեն վարույթահարություն։ Հիմա կոնկրետ տեխնացուի մասին պարոն Քթոյանին հեռակակարգով ես ինքս բավականին երկար ժամանակ ճանաչում եմ ու ճանաչում եմ որպես շատ լավ մասնագետ, ուրախ եմ, որ մենք իրեն ենք առաջադրում Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում, պարոն Քթոյանը նաև այս վերջին շրջանում որպես փորձագետ մասնագետ բավականին ակտիվ է եղել հանրային դաշտում ու ակտիվ լինելը նկատի ունեմ ոչ թե մեզ պաշտպանելը, այլ ներկայացելա օբյեկտիվ իրականությունը, որը կարող լիներ եւ վնաս իշխանությունների եւ օգուտ իշխանության փաստարկների։ Այս առումով իհարկե շատ կարևոր է, որ մենք հանրային դաշտում ունենանք իրենց կարծիքը արտահայտել չվախեցող մասնագետներ եւ պարոն Քթոյանը գնում է Կենտրոնական բանկ, այդ առումով որոշակի այդ դաշտը մի քիչ թուլանում է, բայց փոխարենը մենք Կենտրոնական բանկում կունենանք նորմալ մասնագետ ու խորհուրդ եմ տալիս հարգելի գործընկերներ կողմ քվեարկել պարոն Քթոյանի տեխնացությանը, նաև ուզում եմ առիթից օգտվելով շնորհակալություն հայտնել Տիկին Ղարամանյանին, Հասմիկ Ղարամանյանի նկատի ունեմ, ում ժամկետը ավարտվել էր ու արդեն ոնց որ պարոն Քթոյանը իր փոխարեն դառնալու է, եթե ընտրենք, դառնալ է Կենտրոնական բանկի խորհրդի անդամ, Տիկին Ղարամանյանը նույնպես բարձր պրոֆեսիոնալ է, շատ պարկեշտ մարդ ու շնորհակալություն եմ ուզում հայտնել իր կատարած աշխատանքի համար ու հույս ունեմ, որ հետագայում իր գիտելիքներն ու փորձը այլ ձևաչափերով կծառայեցնի Հայաստանի Հանրապետությանը։ Եվ քանի որ ժամանակ ունեմ, շատ միջև վերջ չեմ օգտագործի, բայց շատ կարճ ասեմ, որ Տիկին Վարդանին, Քրիստինե Վարդանին, որ ասում եք, ով ձեզ այդ համաձայն չի հայտնում այնտեղ, Տիկին Վարդան, ոնց որ այնտեղ Գեղամ Նազարյանն էլ է նստած, ու ոնց որ թե այդ նույն պատճառով, ինչի մասին դուք նշում եք, իսկ մի հարցում ձեզ այդ լրիվ համաձայն եմ, որ ասում եք, մարդիկ զզվել են, որտեղ նայում են, թե ինչով է զբաղված մեր ազգային ժողովը, ու ասում եք, ինչու է այդպես է, որտեղ այստեղ նստած եք դուք, հարգելի գործընկերներ, ու երբ մենք քննարկում ենք ինչ-որ նախագծեր, շատ անգամներ, բազում անգամներ եկել եք ասել եք, այս ինչ անկարևոր թեմաներ եք քննարկում, երկիրը գտնվում է այս վիճակի մեջ 5 տարի, դուք այդ նույն բանն եք ասել ու գրեթե մասնակից չեք դարձել բոլոր այն կարևոր օրենսդրական փոփոխություններին, լինի հարկային, լինի սոցիալական, լինի չգիտեմ մեկ այլ բան, որոնք ուղիղ վերաբերում են մեր քաղաքացիների կյանքին ու կենսամակարդակին։ Եղել է մի քանի դեպքեր, մի քանի ակտիվության դրսևորումներ, բայց հիմնականում ազգային ժողովի աշխատանքը այս լեզվակռվի վերածվում է այն պատճառով, որ որոշ падգամավորներ ազգային ժողովում իրենց աշխատանքին մի քիչ մատների արանքով են, կամ մի քիչ չէ, լավ էլ մատների արանքով են։ Այնպես որ հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ խորհուրդ եմ տալիս պարոն Քթոյանին կողմ քվեարկել անկախ ձեր քաղաքական նախապատվություններից, որովհետև այստեղ խոսքը գնում է պրոֆեսիոնալ կառույցի մասին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Ասում է 2018-ից առաջ քննարկման որակը այնքան լավն էր, հիմա 18-ից հետո ասում է շատ վատն է քննարկման որակը ազգային ժողովում, ընդդիմադիրներն են ասում։ Ում ելույթներին են կարոտել, ես էլ չգիտեմ, երևի Շմայիսի բովանդակային ելույթներին են կարոտ մնացել, կամ էլ չգիտեմ։ Հարգելի գործընկերներ, առհասարակ ազգային ժողովում քաղաքական խոսույթի եւ թեժությունը, բովանդակությունը հիմնականում ընդդիմությունն է ապահովում։ Եվ այսօր հիշում եմ 2018-ից առաջ ազգային ժողովում ինչ էր տեղի ունենում, եթե 2018-ից առաջ ազգային ժողովում ընդդիմությունը լիներ ձեր նման ընդդիմություն լիներ ազգային ժողովում, խայտարակություններ ուղղակի տեղի ունենալու։ Այսինքն ասենց պասերով, իրար հետ աշխատելով, զրո բովանդակային քննարկում, ընդդիմություններ են ժամանակ գեներացնում հիմնական քննարկման թեման։ Հիմա էլ այդ նույն մարդիկ, որոնք այն ժամանակ ընդդիմությունն են, հիմա կառավարող թիմում են, քաղաքացիական պայմանագիր կուսակցությունում են, ու էլի իրանք են ուրեմն բովանդակությունն ազգային ժողովում ապահովում։ Դուք, հարգելի գործընկերներ, ընդդիմադիրներ, դուք որևէ բովանդակային խոսույթ չեք ունենում ազգային ժողովում, դատարկ ուրեմն մերկապարանոց հայտարարություններ եք անում, ստեր եւ կեղծիքներ եք տարածում։ Ինչպես կարող է լուրջ լինի ազգային ժողովի քննարկումները ընդդիմության
մասնավորապես մասին է խոսքը, երբ որ ընդդիմության ներկայացուցիչը կարող է գաստեղ ասել, պարոն Օհանյան, օրինակ, դուք ընդդիմության խմբակցության ղեկավարն եք, ձեր խմբակցության падգամավորները, падգամավորներից մեկը գալիս է ասում է, օրինակ, ոսկեպարի եկեղեցին տվել են Ադրբեջանին, կամ հեսա տալու են Ադրբեջանին։ Եվ վերջ, դրան չի հաջորդում մի հատ ներողություն գոնե, որ ես սխալվել եմ։ Ոչ մի բան, եւ մնացած այլ ստերը, մյուսը գալիս է ասում է Ծիծեռնակաբերդի, ուրեմն հուշահամալիրը քանդում են։ Պարզվում է նման բան չկա, բնականաբար չէր կարող նման բան լինել, ոչ մի ներողություն չի հաջորդում սրան, ընդհանրապես ոչ մի։ Եվ հետեւաբար էլ ինչպես պետք է ուրեմն քաղաքացիները չժղայնանան, չներվայնանան, չհոգնեն իրապես այս քննարկումներից, որոնք բնականաբար պետք է լինեն բովանդակային եւ ուղղված լինեն մեր քաղաքացիների շահերին, եւ ոչ թե գիտեք, դուք գաք այս ամբիոն օգտագործեք, որ ձեր ուրեմն արած չարածները թաքցնեք, փորձեք խեղաթյուրել եւ այդպես շարունակ։ Դուք կյանքի հետ առնչություն չունեցող թեզերից եք այստեղ խոսում։ Ընդհանրապես դուք գալիս եք այստեղ տեքստեր եք ասում, որ իրական հողի վրա գոյություն չունեն, մարդիկ ընդհանրապես տեղյակ չեն դուք ինչի մասին եք խոսում։ Ասում եմ քաղաքական հետ էլի երեք էլ խոսեցինք սրա մասին, էլի եկել են ասում են ինչ որ քաղաքական հետապնդումներից են խոսում։ Ժորժ ջան, մենք եւ մեր ժողովուրդը ինչ մեղք ունի, որ ձեր բոլոր տեխնացուները հանցագործ են դուրս գալի վերջում։ Հանցագործ են դուրս գալիս, դատական վճիրներով են հանցագործ դուրս գալիս, ոչ թե քաղաքական գնահատական եմ ես հիմա հնչեցնում։ Դատական վճիրով ձեր տեխնացուները հանցագործ են։ Հանցագործ։ Դուք վարչապետի տեխնացու եք առաջադրել, ով պարզվավ հանցագործ է։ Հեղափոխության օրերին զենքեր ինչ որ ցույց տալի մարդկանց, սպառնում էր երիտասարդներին, ծեծում էին, բրաբուսներով գալիս քշում էին երիտասարդների վրա, ու այո, պետք է այդ մարդիկ գնան փտեն բանտերում։ Դուք էլ շատ լավ հասկանում եք ինչա տեղի ունենում, էլի։ Ասում եմ, այն ժամանակ քաղաքականությունը օգտագործում էիք, որ գողանայիք եւ լափեիք, հիմա էլ քաղաքականությունը փորձում եք օգտագործել, որ ձեր լափածն ու գողացածը պահեք եւ դրա համար պատասխանատվություն չկրեք։ Գաք մտնեք քաղաքական հովարի տակ եւ ասեք, տեսեք, մեզ քաղաքական հետապնդման են ենթարկում։ Ինչ քաղաքական հետապնդված կարելի է քաղաքական հետապնդման ենթարկել Վարդանիկին օրինակ։ Ամենամեծ ցանկության դեպքում դա հնարավոր չի անել օրինակ էլի։ Կամ Դավիթ Համբարձումյանին Մասիսի քաղաքապետով 6 տարի 3 ամիս դատապարտվեց ձեր սիրելի վարչապետի տեխնացուն։ Ասում է հանրահավաքներից մեր մարդկանց են բերման ենթարկում, այդ հանրահավաքները օրենքի դաշտում կազմակերպեք, որ մարդկանց բերման չենթարկեն, փող եք բաժանում, գլխականակով մարդկանց եք հաշվում, մի կողմից եկեղեցականներին եք ստիպում գան մասնակցեն ձեր հավաքներին Ռոբերտ Քոչարյանին ծափ տան քահանաների շորերով, խաչը վզներին բերում կանգնացնում եք հրապարակներում, ասում եք ծափ տվեք Քոչարյանին։ 37 թիվն է ասում, մի падգամավոր, ով դրանից 2 օր առաջ հանրային հեռուստաընկերության եթերում հարցազրույցի էր։ Ասենք, սրանից ավելի աբսուրդ բան հնարավոր չի, էլի, մտածել եւ ասել։ Սիրելի հայրենակիցներ, բոլորս հիշում ենք, որ 2018 թվականի ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից առաջ հնարավոր չէր հանրային հեռուստաընկերության եթերում 1 րոպե անգամ եթերաժամանակ ունենալ։ Ու հələ մի հատ էլ այդ եթերաժամանակ անգամ եթե ունենար էլ որևէ մեկը, այդ եթերաժամանակի ընթացքում ինչ ուզեր խոսեր, ինչ ասեր, երկրի ղեկավարությանն էլ, տո ժողովրդին էլ անվանարկեր, ու եկել եք մեզ ասում եք, որ 37 թիվն է, ես դրա համար եմ ասում, ձեր խոսույթը իրականության հետ ընդհանրապես կապ չունի, դրա համար էլ դուք մաշվե վերացե եւ ավարտվելու եք գնաք։ Մի քանի ամիս բան է մնացել ըստ էության։ Եվ ես ձեր անցյալին ընդհանրապես չեմ ուզում անդրադառնամ, որ գալիս եք ասում եք մենք 88-ին ասում եք մեզ, որ մենք 88-ին անկախություն չեք գոռացել։ Ինձ չի հետաքրքրում դուք 88-ին ինչ եք արել։ Ինձ հետաքրքրում է, որ դուք հիմա անկախություն չեք գոռում։ Դուք հիմա եք, այսօր եք դուք պայքարում Հայաստանի Հանրապետության անկախության, ինքնիշխանության եւ ժողովրդի ազատության դեմ։ Այսօր եք դուք դրա դեմ պայքարում, ինձ ընդհանրապես հետաքրքիր չի դուք 1888-ին, 1890-ին, 1891-ին, 2-ին, 3-ին ինչ եք արել կամ 1988-ին ինչ եք արել։ Ինձ դա էլ հետաքրքիր չի, ինձ հիմա հետաքրքիր է, հենց հիմա ժողովրդին հետաքրքիր է, հիմա դուք Հայաստանի Հանրապետության անկախությանը կողմ եք թե դեմ եք։ Եվ պարզվում է, որ դուք դեմ եք Հայաստանի Հանրապետության անկախությանը, որովհետև ձեր քաղաքական ղեկավար Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ Հայաստանը կարող է դառնալ միութենական պետության մաս։ Ձեր քաղաքապետի տեխնացու քաղաքապետ Վարդանիկը ասում է, կամ միութենական պետությանը կողմ ես,
կամ թրքահապատակ շանորդի ես։ Այս ձեր ընկերներն են էսա ասում, ձեր ընկերները, եւ դուք եք սրա քաղաքական պատասխանատուն։ Եվ Գյումրիի մասին, երբ որ խոսում եք, ասում եք շոուներ եք արել, հավաքարարներին եք բռնում, էս եք անում, չեք մտածում այդ մարդկանց մասին, հələ մի րոպե, էլի, հələ ստոպ հələ։ Այս դուք ձեր ենթակայության տակ գտնվող մարդկանց ստիպում եք, որ գնան կանգնեն հանցագործ Վարդանիկին պաշտպանեն, ամենավերջին հայհոյանքներով ու նզովքներով մարդկանց լցնում եք փողոցները, դրդում եք, որ գնան օրենք խախտեն, այդ մարդիկ օրենքի առաջ հիմա պետքա պատասխան տակ, եկել եք ստեղ ասում եք, չեք խղճում այդ մարդկանց, դուք չեք խղճում այդ մարդկանց, որ դարձնում եք ձեր քաղաքական խարդավանքների գործիք, դեմ եք տալիս այդ մարդկանց, հենց այդպես դեմ եք տալիս այդ մարդիկ հայտնվում են տարբեր տեղերում, կալանավայրերում, օրենքի առաջ պատասխանատվություն պետք է կրեն, դուք գալիս տեղ հանգիստ ձեր համար նստում եք, ձեր ջուրն եք խմում, բան Արցախի դրոշներն եք դնում, գալիս եք ստեղ ինչ-որ պաթոսային ելույթներ եք ունենում, խիեք այդ մարդկանց ստիպել, որ գնան օրենք խախտեն, խիեք մարդկանց ստիպում, որ փող բաժանեն, մարդկանց գնան նստեն, հետո էլ գաք այստեղ ասեք, բա չեք խղճում այդ մարդկանց, որ գնա, չենք խղճում, որովհետև օրենք են խախտել եւ պետքա պատասխան տան օրենքի առաջ։ Ասում եմ մի տարի առաջ չէիք ասի, որ չէիք ասում կտրիչ, հա չէինք ասում մի տարի առաջ կտրիչ, որովհետև մի տարի առաջ հələ չգիտենք, որ կտրիչը սրբապիղծ է, որ ընտանիք ունի, զավակ ունի։ Բա իմացանք, բա պետքա ասենք, բա պետքա չասենք, այդ դուք հələ մի հատ եկեք ասեք, ընդհանրապես դուք ո՞նց եք վերաբերվում այդ փաստերին։ Ո՞նց եք վերաբերվում այն փաստին, որ ձեր սիրելի կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Այդ հարցին կգաք դուք որպես քաղաքական միավոր, ընդդիմություն որպես, գաք պատասխանեք եւ մենակ այս հարցին չի, ո՞նց եք վերաբերվում, որ ձեր քաղաքական առաջնորդը ասում է, որ Հայաստանը պետք է դառնա միութենական պետություն։ Դուք այդ հարցին էլ չպատասխանեցիք, հիմա վերջը միութենական պետության կողմնակից եք, թե թրքահապատակ շանորդի։ Այդ հարցին էլ որևէ մեկը չի պատասխանել։ Ով պետք է պատասխանի ձեր փոխարեն այս հարցերին։ Ձեր ընկերներն են այս թեզերը եւ ձեր ղեկավարներն են այս թեզերը առաջ բերում։ Եվ ամենագլխավոր հարցը եկեք ստեղից պատասխանեք։ Պատասխանեք այստեղից դուք, կարողա դուք նորմալ եք նայում, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է երեխա ունենալ, եկեք ասեք, այո, մենք նորմալ ենք նայում, որ ամենայն հայոց կաթողիկոսը կարող է երեխա ունենալ, եկեք ասեք։ Թե չէ եկել եք ասում եք եկեղեցին եք դարձրել, չգիտեմ, հարձակվել եք եկեղեցու վրա, ես ասում եմ դուք քաղաքականությունն եք դարձրել ձեր համար վահան, տեսակ որ դա ձեզ չի փրկելու, որևէ մեկը չի կարող ականջալուր լինել ձեր մտածածին, մերկապարանոց հայտարարություններին քաղբանտարկյալներ լինելու մասին մարդկանց վերաբերյալ, որոնք պոտենցիալ հանցագործ են եւ արդեն դատական վճիռով են հանցագործ, ում եք ուզում խաբեք ընդհանրապես։ Հիմա էլ եկեղեցին եք ասում եմ սարքել ձեր համար պաշտպանության միջոց։ Պղծում եք եկեղեցին, ուրեմն սրբապիղծ հոգևորականների հետ կոալիցիա կազմած։ Եվ եկեք այդ հարցերին պատասխանեք։ Պատասխանեք հարցին, դուք նորմալ եք նայում, որ կաթողիկոսը զավակ ունի, եւ պատասխանեք նաեւ այն հարցին՝ միութենական պետության կողմնակից եք, թե թրքահապատակ շանորդիներ։